Մերձավանցիներին հանգիստ չի տալիս միտքը, որ նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի ընտանիքը կարող է վերադառնալ գյուղ։ Մեկ ամիս առաջ այս մարդիկ ստորագրահավաք են սկսել, որ կառավարությանը դիմեն Ախտոյաններին գյուղից ընդմիշտ վտարելու պահանջով։ 3500 ստորագրություն են դեռ հավաքել։ Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունից հետո Ախտոյանները հեռացել են Մերձավանից, բայց շուկներ կան, թե վերադառնալու են։ Այդ սպանողները պետք է դատապարտվեն։ Օրենքի կողմից, ժողովրդի կողմից, այս համայնքը կեսն է հավաքվել։ Չեն ապրելու դրանք ստեղ։ Ախտոյանները ստեղ իրավունք չունեն ապրեն։ Պետք է իրանց տները ծախեն, թողեն հեռանան։ Ընդդիմադիր համայնքապետի սպանությունից մոտ 50 օր է անցել, բայց չի թուլանում լարվածությունը Մերձավանում։ Վախով քնում, վախով արթնանում են, ասում են այս մարդիկ։ Պնդում են, սպանությունը կատարողից, օժանդակողից բացի նաև պատվիրատու կա։ Սա աշխարհը ճանաչում է ինչով։ Որպես Սիցիլիա։ Ես չեմ հասկանում, ոնց կարելի է մարդը իր տունը քնի ու չկարենա քնի։ Ընդդիմադիր Վոլոդիա Գրիգորյանի սպանության և սպանությանը օժանդակելու համար մեղադրվողները կալանավորված են, բայց դա մերձավանցիների կասկածները չի փարատում, որ նախկին գյուղապետի Մհեր Ախտոյանի մատն էլ կարող է խառը լինել այդ գործում։ Ով է զակաշիկը։ Վոլոդիա Գրիգորյանի հորեղբայրը հիշում է, հայր ու որդի Ախտոյանների երազանքն է եղել գյուղապետ դառնալը։ Այդ տականքները իր հերն էր ժամանակ, որ ուզում էր գյուղապետ դառնալ, ասում էր ես իմ տղային ժերտվա կտամ, բայց ես գյուղապետ պիտի դառնամ ու չդառավ տենց էլ։ Այդ իր տղայի Գագոյի խոսքերը, Գագոն, որ հիմա ուզում է գազտեղ ապրի, Գագո Ախտոյանը, իր բերանի խոսքերն են, շատերի մոտ ասես, թե որ Մերձավանում շարունակում են չհավատալ պաշտոնական պնդմանը, թե Վոլոդիա Գրիգորյանի սպանության պատճառը վենդետան է եղել։ Էդգար Ղուշյան, Արաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։